Առևտրի ոլորտում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները նախընտրում են հարկվել 3.5%-ով միայն թե զերծ մնան փաստաթղթավորումից։ Ձեռնարկատերերը շարունակում են պնդել, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունը, որով մինչև 58 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար շուրջ 3 անգամ նվազեցվում է շրջանառության հարկը, ի վնաս իրենց է։ Նոր օրենքը պահանջում է, որ ձեռներեցները փաստաթղթավորեն իրենց ապրանքը, մինչդեռ առևտրով զբաղվողներն ասում են, որ խոշոր ներկրողներից ապրանք գնելիս իրենց փաստաթուղթ չեն տալիս։ Դժգոհ են հիմնականում տոնավաճառներում առևտրով զբաղվածները։ Բոլորն է գիտեն, որ սա թատրոնն է, որ ձևական բան է։ Իրանք մեզանից լավ գիտեն, ով է խոշորը բերում, ով է քանակ բերում, ով է ֆուրերով բերում, ով ընդամենը միսուն կա բերում։ Մեզանից լավ գիտեն, հենց որ թող չգան մեզ հարցնեն, թե ով է բերում, ինչ կան է բերում։ Մարդիկ գալիս են գնում են մեծածախից 5 հատ 10 հատ բան են առում, տանում են 1000-ով առնում են, 1500 ծախում են, եկել ասում է դուք է պիտի հաշիվ անեք, ինքը չգիտի ով է ֆուրը բերում, ով է մի հատ անում ծախում։ Գնում է 5 հատ 10 հատ բան է վիրիկից առնում, նրան ինչ ֆակտուրա տան, ինչ ֆակտուրայի մասին է խոսքը։ Յարմարկան ոնց կարա ֆակտուրա տա, մի բան որ բառից բուն իմաստով շուկա է, բազար է, ինչ ֆակտուրայի մասին կարա խոսքը։ Զրուցակիցներս վստահ են, կառավարությունը չի կարողանում հարցերը լուծել խոշորի հետ եւ փորձում է դա անել փոքր ու միջին բիզնեսի միջոցով։ Այդ փաստաթուղթը իրանք պիտի պահանջեն այն մեծ ներկրողներից, այդ իրանց գործը, որ պիտի վերևներում անեն, այդ թողել են մեր վրա, բայց մենք այդքան ուժը բան չունենք, էլի որ մենք պահանջենք այն, ինչը իրանք չեն կարողացել մինչև հիմա պահանջել այդ մեծ գործարարներից։ Նրանք ամեն հնարավորություններ ունեն խուսափելու, էլի, բայց մենք չունենք, վերջի կետն ենք։ Իսկ ինչ եք պատրաստում անել հոկտեմբերի 1-ից։ Դե ինչ ենք պատրաստում։ Պատրաստում ենք հլա նստենք այստեղ մինչև հերթով գան բռնվեն, հանեն գցեն դուրս, մնանք գնանք կառավարության դիմաց մյուսների նման ասենք դե մեզ պահեք։ Այդ մի տոկոսը մեզ օգուտ չի։ Մեզ օգուտ չի, նա գալու է ինձանից դոկումենտ ուզի, ես այդ դոկումենտ չունեմ։ Մի տոկոսի տեղ արդեն 1 միլիոն շտրաֆ եմ ուծելու։ Արթուրը 1 տարի է զբաղվում է տեքստիլ արտադրանքի վաճառքով։ Օրենսդրական փոփոխությունից խիստ մտահոգված է, քանի որ խնդիր ունի եւ փաստաթուղթ ձեռք բերելու եւ տրամադրելու հարցում։ Տեքստիլի արդյունաբերության մեջ ասեմ, արտադրության մեջ ասեմ, գնում է որոշ մատերիալներ, որ այդ մատերիալը օրինակի համար գնվում է սարից եզդուց։ Բայց ես այդ բրդի թուղթը ոնց ցույց տամ, որ ես էդի առել եմ, ինքը չի կարողում սարում ինձ իր ածի պեչատը հանի, ինչ որ թուղթ պեչատի կամ ես ինչ անեմ։ Թե չէ, հարկ վճարելուց հաստատ մենք դեմ չենք, թող բարձրացնեն, ասենք թե թողեն էլի էս 3.5%-ը, բայց մեզնից չգան ասեն էսի որտեղից։ Մեզ հանդիպած առևտրով զբաղվող փոքր ու միջին ձեռնարկատերերը կարծում են, որ շատ դեպքերում իրենց չի հաջողվելու փաստաթուղթ ստանալ։ Արդյունքում հայտնվելու են տուգանքի սպառնալիքի տակ։ Փոփոխված օրենքով հարկային ստուգումների արդյունքում հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում նախատեսվում է նախազգուշացում։ Երկրորդ անգամ տուգանք 20,000 դրամի չափով, իսկ երրորդ անգամ արդեն տնտեսվարողը կտուգանվի շրջանառության հարկի 5%-ի չափով։ Այսօր մեր այցելած 3 տոնավաճառներում էլ վստահեցնում էին, այս պայմանների դեպքում ստիպված կլինեն դադարեցնել բիզնեսը։ Վաղն այս հարցով ձեռներեցները պատրաստվում են կրկին բողոքի ցույց անցկացնել կառավարության շենքի առջև։